Բոլոր սարքավորումները մեկ հարթակում մեկնարկել է Leasing Expo 2025-ը, Արարատ բանկը նույնպես մասնակցում է ցուցահանդեսին։ Գրագետ խորհրդատվություն, ջերմ շփումներ Արարատ բանկի տաղավարում այցելուներին դիմավորում են լիզինգի փորձագետները, քաղաքացիներին տրամադրում մանրամասն տեղեկություններ, օգտակար խորհուրդներ եւ պատասխանում ֆինանսական վարձակալության վերաբերյալ հարցերին։ Տարվա վերջի դրությամբ 24 թվականի լիզինգի պորտֆելը համակարգում կազմում է մոտավորապես 250 միլիարդ դրամ։ Ինչ վերաբերվում է Արարատ բանկին, մրցունակ է Արարատ բանկը թե ոչ, ես ձեզ ասեմ, որ իմ կարծիքով Արարատ բանկը բավականին մրցունակ է լիզինգի շուկայում, պարբերաբար հանդես է գալիս տարբեր տարատեսակ առաջարկություններով։ Երորյա էքսպոյին Արարատ բանկը ներկայանում է բացառիկ առաջարկով։ ՎԶԲ-ի հետ գործակցությամբ առաջարկում է լիզինգի գրավիչ պայմաններ մինչև 35% հետվճարի քեշբեքի հնարավորությամբ։ Եվրոպական ստանդարտի սարքավորումներ ձեռք բերելիս հնարավորություն ունեն 10-ից 15% քեշբեք ստանալ։ Այդ քեշբեքին պլյուս անելով հնարավորություն ունենք, եթե նույն տնտեսվարողները, որոնց հիմնադիրները 50 եւ ավելի տոկոս փայամասնություն ունեն Արցախից տեղահանված մեր հայրենակիցները, նշածս քեշբեքի հավելյալ եւս 20% քեշբեք ստանալու հնարավորություն ունեն։ Քեշբեկը նախատեսված է արտադրողների, ծառայություն մատուցող ընկերությունների համար, ծառայություն մատուցող ընկերությունների մեջ հասկանում ենք հյուրանոցային բիզնեսի եւ տրանսպորտային լոգիստիկ ծառայություն առաջարկող ընկերությունները եւ ինչպես նաեւ գյուղատնտեսությամբ զբաղվող ֆիզիկական անձինք։ Լիզինգի շահավետ առաջարկ կա նաև այսպես ասած կանաչ տեխնիկայի ու մեքենաների համար։ Լիզինգով էլեկտրամոբիլ ձեռք բերելու պարագայում օրինակ քեշբեքը կկազմի 10%, 15% էլ կտրամադրվի էլեկտրական մեքենաների լիցքավորման կամ արևային կայանների համար։ Սարքավորումները, հոսքագծերն ու տրանսպորտային միջոցները, որ կարող են ձեռք բերվել լիզինգի միջոցով, պետք է համապատասխանեն Եվրամիության ստանդարտներին, եթե արտադրվել են Եվրոպական միության երկրներից դուրս, պետք է լինեն սերտիֆիկացված։ Սևակ Վարդումյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։